Կենտրոն հեռուստաընկերությունը և Drive Media-ն ներկայացնում են։ Ողջույն, սկսում ենք մեր հերթական դասը X-Drive-ում Գեր Արթուրի հետ միասին։ Այսօր կշարունակենք միասին վերլուծել քննական հարցաշարի կարևոր հարցերը և կանդրադառնանք կարևոր մանրամասների, որոնք կօգնեն ձեզ հաջողությամբ հանձնել քննությունը։ Ողջույն Գեր Արթուր։ Ողջույն Սյուզան։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, ես շատ լավ, դու ինչպե՞ս ես։ Ես էլ եմ լավ, շնորհակալ եմ։ Այսօր եկել եմ մեր հերթական դասին, եթե չեմ սխալվում, 7-րդ թեստն ենք սկսելու, նոր թեստ պետք է սկսենք։ 7-րդ թեստը։ Շատ լավ։ Սկսենք նայել։ Ու հարցերը վերջում։ Հարցերը մեր հեռուստադիտողները կրկին ուղղել են հարցեր, վերջում կանդրադառնանք այդ հարցերին։ Շատ լավ, փորձենք պատասխանել։ Ժամանակ չվատնենք, միանգամից սկսենք մեր 7-րդ թեստը նայել։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն մոպեդ է համարվում ոչ ավել 50 սանտիմետր խորանարդ բանվորական ծավալի շարժիչով եւ ոչ ավել 50 կմ/ժ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոցը, ոչ ավել 60 սանտիմետր խորանարդ բանվորական ծավալի շարժիչով եւ ոչ ավել 60 կմ/ժ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոցը, ոչ ավել 70 սանտիմետր խորանարդ բանվորական ծավալի շարժիչով եւ ոչ ավելի 70 կմ/ժ առավելագույն արագությամբ երկանիվ կամ եռանիվ տրանսպորտային միջոցը։ Շատ լավ։ Նախ պետքա փորձենք մոպեդը մոտոցիկլից տարբերել։ Արտաքնապես հնարավոր է չկարողանանք տարբերել։ Բայց գոյություն ունի շարժիչի ծավալ, չափ, աշխատանքային բանվորական ծավալ։ Լսած կլինես չէ, որ վարորդներն ասում են իմ մեքենայի շարժիչի մոտորը ծավալը շարժիչի, այսինքն մոտորը 1.8 լիտր է, այսինքն 2 լիտր, 3 լիտր եւ այլն, ինչքան շատ, այնքան հզոր։ Ուրեմն եթե մինչև 50 սանտիմետր խորանարդ է, ինքը մեխանիկական չի համարվում։ Սրա մասին մենք խոսել ենք։ Այ 50 սանտիմետրից ավել արդեն կհամարվի մեխանիկական։ Եթե մինչև 50 սանտիմետր խորանարդ է, ինքը համարվում է մոպեդ։ Այ 50-ից եթե կգերազանցի, արդեն կհամարվի մոտոցիկլետ։ Մոտոցիկլ։ Հիմա մոպեդը դա ոչ ավել քան 50 սանտիմետր խորանարդ բանվորական ծավալով շարժիչ ունեցող է տրանսպորտային միջոցն։ Մոպեդը երևի տեսած կլինես, չէ՞, օրինակ այդ առաքիչները, որ ինչ որ բան առաքում են, հիմնականում այդ մոպեդներով են առաքում, դա մոպեդ է։ Հասկացա։ Շարժիչի ծավալով է որոշվում։ Մյուսն ենք նայում։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հարկադրված կանգառ է համարվում երթևեկության ընդհատումը կապված լուսացույցի արգելող ազդանշանի անսպասելի միացման հետ, երթևեկության ընդհատումը կապված ճանապարհին գոյացած խցանման հետ, տրանսպորտային միջոցի անսարքության, վարորդի կամ ուղևորի ֆիզիկական եւ հոգեկան վիճակով եւ բեռի փոխադրման պայմանավորված վտանգի կամ ճանապարհին ի հայտ եկած այլ խոչընդոտի պատճառով տրանսպորտային միջոցն անշարժ վիճակի բերել է եւ թվարկած բոլոր դեպքերը։ Մենք կնշենք թվարկված բոլոր դեպքերը ու փորձենք մի փոքրիկ բացատրությունը տալ։ Դե հարկադրված կանգառը ո՞րն է դա։ Քո կամքից անկախ։ Ու դու այդպես չես ցանկացել, այդպես ստացվել է։ Լավ, ստիպված։ Հիմա եթե լուսացույցի արգելող ազդանշանը դա կարմիր լույսն է, անսպասելի միանում է։ Վարորդներն ինչ են անում։ Ստիպված կանգ են առնում, որովհետև կարմիր լույսի ազդեցությամբ շարունակել երթևեկություն չի թույլ տալիս։ Հաջորդը կարդանք. երթևեկության ընդհատումը կապված ճանապարհին գոյացած խցանման հետ։ Եթե խցանումը առաջացել, ստիպված չեն կանգ առնում։ Այո։ Ո՞վ է ցանկանում գնա խցանման մեջ հայտնվի երկար։ Իսկ երրորդ պատասխանը դա անսարքություն, վարորդի ուղևորի ֆիզիկական հոգեկան վիճակով պայմանավորված, պատկերացրու ինչ որ մեկը վատացել է, այնտեղ կա բեռնա մեքենայից դուրս ընկել կամ այն վիճակի է հայտնվել, որ այս այդ բեռը կընկնի, այս թվարկված բոլոր դեպքերը համարվում են ըստ օրենքի հարկադրված կանգառն, այսինքն ստիպված վարորդի դեպքում կանգ առնում։ Հասկացա։ Թվարկված բոլոր դեպքերը։ Այս ավելի իհարկե թռուցիկ, արագ բացատրություն որպես է։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե չեն աշխատում կառուցվածքով նախատեսված ապակե ողողիչները, շարժիչի արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակը գերազանցում է ստանդարտով սահմանված նորմերը եւ երկու դեպքում էլ։ Ահա։ Ինչ հասկացանք, որը երկրորդը։ Չէ, երկու դեպքում էլ ենք նշում։ Հիմա նախ առաջինը։
որն է կառուցվածքով նախատեսված ապակե ողողիչները, ապակե ողողիչ եւ ապակե մաքրիչ, ասեմ ինչի մասին է խոսքը, դիմապակու վրա որ ջուր են ցանում եւ այդ չոտկերը, դվորնիկները, ռուսերեն երևի հնարավոր հանդիպած լինի, իհարկե, եթե չաշխատի պատկերացրու եղանակային պայմաններից ելնելով եղանակը լավը չի, ցեխով կարա պատվի, ձյունով, անձրևով պատվի եւ մեր տեսադաշտը որոշակի սահմանափակվի։ Ասեմ պարտադրել չի անձրև գա կամ չի հնարավոր է ցեխակույտ, ջրա, ցեխափոս ինչ որ կող կլինի, ինչ որ մի մեքենայի անիվ ընկնի ցեխաջրի մեջ, այդ ցեխաջուրը լցվի մեր մեքենայի դիմապակուն ու չաշխատի մեր այդ կառուցվածքով նախատեսված ապակե ողողիչները, ինչպես ենք մաքրելու դիմապակին։ Վթարի ենթարկվելը այնտեղ 1 վայրկյան է։ Լավ, դա պիտի լինի սարքին վիճակում։ Ամեն երկու դեպքում։ Ինչ վերաբերում է արտաքին աղմուկի թույլատրելի մակարդակը, դա էլ պետք է լինի նորմայի մեջ, որովհետև եթե աղմուկը բարձր եղավ, այդպես էլ երթևեկել չի կարելի, գործարանային պիտի լինի մեքենան ոնց արտադրվել է, այդպես լավ, ավելորդ աղմուկ չպետք է լինի։ Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելվում է, եթե շարժիչը աշխատում է ընդհատումներով, հետին հակամառախուղային լապտերիկները միացված չեն արգելակում նազդարարող լուսային սարքերին, չեն աշխատում տրանսպորտային միջոցի կառուցվածքով նախատեսված ապակե ողողիչները թարգված բոլոր դեպքերում, իմ կարծիքով, թարգված բոլոր դեպքերում։ Տես, երրորդն է այստեղ շահագործումն արգելում։ Նախ ասեմ, մի փոքրիկ ուշադրություն պետք է դարձնել ինչի վրա։ Չկա հարց, որտեղ գրված լինի շահագործումը թույլատրվում է։ Չկա նման հարց։ Բոլոր հարցերում հնչում է շահագործումը արգելվում է։ Մենք պիտի ուշադիր լինենք, նայենք, տեսնենք, թե որ դեպքում է արգելվում։ Այ որ շարժիչն աշխատում է ընդհատումներով, ընդհատում նկատած կարող է լինել սենց մի տեսակ որ շարժիչ ուզում է խոդը հանգի էլի շարժիչ այդպես թույլ է տալի շահագործել որովհետև կարող ես ամբողջ քաղաքը մեքենատ վարել այդ եղանակով դա վտանգ երթևեկության մասնակիցների չի տեսնում ինչ վերաբերում մյուսին հակամառախուղային լապտերիկները միացված չեն արգելակումն ազդարարող լույսային սարքերին արգելակումն ազդարարող լույսային սարքերը այդ տորմուզի լույսերն են Երբ որ արգելակում ես, հետևից ստոպ լույսերը միանում են, ճիշտ է։ Հա, այդ լույսերը, ասում եմ, մեկը մյուսի հետ միացված չեն, չպիտի էլ լինի միացված, որովհետև մի լույսը մեկ ուրիշի հետ միացնելու իրավունք չունենք։ Եթե միացված չեն, ուրեմն նորմալ է, շահագործումը չի արգելվում։ Արգելում է այս։ Խաչմերուկը առաջինը կանցնի։ Այս հարցին մենք անդրադարձել ենք ուղղակի վերջինը ով կանցնի։ Ճիշտ է, այո, պետք է նորից ու նորից լինելու շադիր, նույն նկարը մեզ հանդիպեց, բայց արդեն հարցը ուրիշ։ Կարմիր ավտոմոբիլը կանցնի առաջինը։ Առաջինը կանցնի կարմիր։ Նախ պետք է տեսնենք գլխավոր ճանապարհը ումն է, գլխավոր այս դեպքում կապույտինն ու կարմիրինն է, արդեն հասկանանք ըստ դրա ով չունի աչից հարված, նա կանցնի առաջինը։ Ճիշտ է, առաջինը անցնում է կարմիրը, որից հետո կապույտը, որտեղ այդ երկուսը պիտի առաջինը խաչմերուկը մուտք գործեն եւ ազատեն գլխավորում նրանք են։ Ըստ հարցի խաչմերուկը առաջինը կանցնի կարմիր ավտոմոբիլը։ Ունենք նման պատասխան։ Կարմիր ավտոմոբիլ։ Մյուսը։ Տրանսպորտային միջոցները ինչ հերթականությամբ խաչմերուկը կանցնեն։ Մոտոցիկլը, ավտոմոբիլը, տրամվայը, տրամվայը, ավտոմոբիլը, մոտոցիկլը, տրամվայը, մոտոցիկլը, ավտոմոբիլը։ Հիմա եթե հարցերը չկարդանք, ըստ նկարին նայելով, կպատկերացնենք գլխավորից օգտվողներին, կգտնենք նրանց սև հաստ գիծը ըստ ցուցանակի ցուցատալիս գլխավորի ուղղությունը։ Աչից հարվածի սկզբում կապույտ ավտոմոբիլին իմ կարծիքով չի վերաբերվում գլխավորը, քանի որ գլխավորը վերաբերվում է միայն աչ թեքվողին։ Չէ, այդպես մի նայ։ Տես, այս ներքևի ցուցանակը պատկերացրու խաչմերուկի նկարն է։ Խաչմերուկը պատկերված է այստեղ։ Հիմա գլխավորից մուտքագործում կապույտ մեքենան Եվ այս մյուս կողմից գլխավորից մուտքագործում խաչմերուկ մոտոցիկլը։ Այսինքն այս երկուսը մուտք են գործում խաչմերուկ գլխավորից։ Հիմա երկուսի միջից աչից հարվածը չունի մոտոցիկլը։ Ուրեմն առաջինը կանցնի մոտոցիկլը, հետո ավտոմեքենան, հետո տրամվայը։ Վերջում տրամվայը, շատ ճիշտ է։ Եթե ուշադրություն դարձնես Սյուզեն, մոտոցիկլով այլ պատասխան մենք չունենք, միակը սա է։ Եթե դու գտնես, որ առաջին անցնում է խաչմերուկը մոտոցիկլը, արդեն միակը կարող ես լուծում ես։ Շատ լավ։
Որ դեպքում է նշված հետադարձի համար գոտու երկարություն։ Երկարությունը։ Գոտու երկարությունն ինչ ես կարծում։ Գոտու երկարությունը իմ կարծիքով երկրորդը B-ն է։ Ինչու։ Այդ տակի ցուցանակը որտեղ նշված է 50 մետր։ Սա ուղղակի 50 մետրից կարող է ապրես մետրից, տես դու ես ասում մետրից, դա ցույց է տալիս հեռավորություն, ցույց չի տալիս երկարություն, ազդեցության երկարություն չի ցույց տալիս։ Եթե ազդեցության երկարություն ցույց տա, կողքերը 50 մետրի կողքերը ասենց սլակներ է դեպի վեր ուղղված լինում։ Առանց սլակների ցույց է տալիս հեռավորություն, շատ ճիշտ է, 50 մետրից հետադարձի տեղ գոյություն ունի, բայց ազդման գոտու երկարությունը ցույց է տալիս B-ում։ Հետադարձի համար գոտու երկարություն B-ն։ Այսինքն 15 մետր տարածություն հատկացրել է հետադարձ կատարելու համար։ Նստենք նայում։ Բնակավայրում ինչ հեռավորությունից է սկսվելու սայթաքուն ճանապարհահատված։ Նվազագույնը 100 մետրից, նվազագույնը 50 մետրից, անմիջապես նշանից հետո։ Անմիջապես։ Հիշես ինչ նշան է սա։ Սայթաքուն շատ ճիշտ, զգուշացնող, նախազգուշացնող նշան, սայթաքուն ճանապարհ։ Այո, եռանկյուն, եզրերը կարմիր։ Ուրեմն հիշենք, նախազգուշացնող նշանները բնակավայրերում տեղադրում են 50-ից 100 մետր առաջ, իսկ բնակավայրերից դուրս 150-ից 300 մետր առաջ, ու կախված իհարկե տեղանքից։ Հիմա եթե սա համարենք մեզ համար բնակավայր 50 նվազագույնը, այսինքն նվազագույն ասելով դա ամենակիչը, նվազագույնը 50 մետրից։ Դե նվազագույնը 100 չենք կարող նշել, որտեղ դա առավելագույնն է 100, 50-ից, ուրեմն նվազագույնը 50 մետրից։ Որ տրանսպորտային միջոցների վրա չի տարածվում կանգառն արգելող նշանի ազդեցությունն այս դեպքում, թեթև մարդատար տաքսի ավտոմոբիլների, միայն հաշմանդամ ճանաչման նշանով կահավորված մոտոսայլակների եւ ավտոմոբիլների վրա եւ բոլոր նշվածների։ Կանգառն արգելող նշանը բոլորին արգելում է կանգառ կատարել։ Ոչ մի վարքյանով իրավունք չունեք։ Ստեղ ցուցանակով մեզ ասում է բացառությամբ բացի հաշմանդամներից։ Ուրեմն հաշմանդամները իրավունք ունեն ստեղ կանգառ կանոն կատարել։ Ես մտածեցի վրան գիծակ հաշած նշանակում է իրան էլ կարգելի։ Չէ, սա միակ ցուցանակն է, որ լինում է միայն եւ միայն այս նշանի հետ։ Ուրիշ նշանի հետ ինքը չի լինում։ Լավ, իսկ եթե գիծ արված չլիներ կարմիրով իր վրա, մենք կհասկանայինք, որ կանգառն արգելվում է հենց հաշմանդամներին, բայց այդպես չի լինում։ Լրիվ հակառակը հաշմանդամներին պետք է տալ առավելություն։ Առավելությունը սա է, որ բոլորին արգելվում է բացի հաշմանդամներից։ Ուրեմն հաշմանդամը արդեն իրավունք կունենա այստեղ կանգառ կանոն կատարելու։ Եվ վերջապես փորձենք պատասխանել վերջին հարցին, որ նկարում է վարորդը տալիս ձախ շրջադարձի ազդանշան։ Նյոպե, ձախ շրջադարձի։ Այո։ Երբ որ չի աշխատում շրջադարձի ցուցիչը, ձեռքով ենք չէ ցույց տալիս։ Առաջինը, շատ ճիշտ է։ Ձեռքը պատուհանից հանում ենք դուրս, պարզում ենք կողք, սա նշանակում է ձախ ազդանշան։ Երբ որ կիսով չափ կբարձրացնենք վերև, ոնց որ երկրորդ նկարում է պատկերված, դա կնշանակի աջ։ Իսկ ձեռքը ամբողջությամբ վեր պարզած նշանակում է արգելակում է, տորմուզը տալիս։ Նա հնարավոր է արգելակելիս այդ հետևի լույսերը, ստոպ լույսերը չաշխատի, ձեռքով ցույց տանք այդ ազդանշանը, ձեռքը պարզելով ամբողջությամբ վեր։ Հիմա ըստ հարցի, որ նկարում է վարորդը տալիս ձախի ազդանշան, դա առաջին պատասխան։ Շատ ճիշտ է։ Այսօր այսքանը Սյուզան ջան, շարունակենք։ Շնորհակալ եմ շատ, բավականին օգտակար ստացվեց։ Հիմա փորձեմ ձեզ ուղղել մեր հեռուստադիտողների համար անհասկանալի հարցերի, եթե դեմ չեք։ Փորձենք պատասխանել։ Հեռուստադիտողներից մեկը խնդրել է, որպեսզի խոսենք լույսերի գույների մասին։ Շատ լավ։ Արտաքին լույսային սարքավորման երևի թե մասին է խոսքը։ Եկեք Սյուզան, հիմա մի փոքր կարճ իմասը։ Հետագա մեր դասերի ընթացքում մեզ հանդիպելու այդ լույսերի հետ կապված հարցերը, այնտեղ ավելի կմանրամասնենք, լավ։ Ուրեմն մի բան պետք է հեռուստադիտողը ուշադրություն դարձնի մի բանի վրա, մի փաստ, մի հանգամանք ասենք։
Առաջամասում մուգ գույն, այսինքն կարմիր գույն չպետք է լինի։ Առաջամասում դիմացի մասում մեքենայի լինում են դեղին եւ սպիտակ։ Բոլոր լույսային սարքավորներում։ Դեղին ասածը կարա լինի նաեւ նարնջագույն։ Պատկերացրեք ֆոնային մի փոքր տարբերությամբ։ Դա նույն լույսն է, եթե կհանդիպեք դեղին ու նարնջագույն, դա նույնն է։ Լավ։ Բաց գույն։ Իսկ հետնամասում բոլոր լույսային սարքավորները պետք է լինեն կարմիր։ Ընդհանրապես հետնամասում պետք է հիշել երկու լույսային սարքավորում պարտադիր սպիտակ գույնով։ Դա պետհամարանիշի լուսավորությունն է եւ հետընթացը։ Զաբնի խոտ, որ դնում ես մեքենան հետընթանա սպիտակ գույնով լուսավորվում։ Հասկացա։ Ընդհանրապես մի փոքրիկ մի բան էլ պետք է լինելու շատ հիշել, այ մարգատները շրջադարձի ցուցիչները հիմնականում առաջամասում էլ հետնամասում էլ լինում են դեղին գույն, նարնջագույն, բայց առաջամասում թույլատրվում է դեղինի նարնջագույնի փոխարեն սպիտակ կիրառել, հետնամասում կարմիր։ Բայց հիմնականում դեղին եմ ես հանդիպել։ Կարմիր էլ է լինում հետնամասում, հա։ Օրինակ ասեմ, Ամերիկայից ներմուծված մեքենաները իրենք ստանդարտով այտենց դեղին նարնջագույն չունեն, հետնամասում բոլորինը կարմիր է, եթե ուշադրություն դարձնենք, տեսնենք։ Այս ուղղակի մի փոքր սենց կարճ ասեցի, հետագայում էլ եմ ասում, մեր մյուս դասերի, մյուս հաղորդումների ընթացքում կհանդիպենք նման հարցի, ավելի մի փոքր մանրամասն խոսենք դրանց մասին։ Մեր հաջորդ հարցն էլ ուղղեմ։ Այնտեղ թեստ 2-ի մեջ երրորդ հարցը, որ գրված է կառուցվածքով չնախատեսված, դա արդեն չի դառնում ոչ պարտադիր։ Այսինքն, եթե չի նախատեսվել, ուրեմն չպետք է անհրաժեշտություն լինի, որ խնդրեմ կբացատրեք մեր հեռուստադիտողներն են ուղղել մեզ։ Սյուզան ջան, հիմա մենք մուտք գործեցինք թեստ երկրորդ ու երրորդ հարցը։ Հեռուստադիտողի խնդրանքով շահագործումը արգելվում է եթե Արկային ղեկային կառավարման մանրամասների ու հանգույցների ու կառուցվածքով չնախատեսված տեղաշարժեր, պարուրակային միացումները ձգված չեն։ Նախ մի փոքր այստեղ ավելի կարճ եթե ասեմ, եթե ղեկային կամ արգելակային ինչ որ խնդիր կլինի տրանսպորտային միջոցի հետ կապված, միանգամից շահագործումը պետք է արգելել, քանի որ ամենակարևոր շեշտը դրված է ղեկային եւ արգելակման համակարգի վրա։ Պատկերացրու ղեկային համակարգի հետ ինչ որ մի բան անսարք լինի։ Այդպես շահագործել չի թույլատրի, որտեղ դա շատ մեծ վտանգ է իր մեջ ներառում, պարունակում։ Այդտեղ միանշանակ այս դեպքում արգելում ենք։ Ինչ վերաբերում է մյուս հարցին, բեռնատար ավտոմոբիլում բացակայում է կրակմարիչը, կրակմարիչը եթե բացակայում է, նորից բեռնատարը շահագործելու իրավունք չի ունենա իր տրանսպորտային միջոցը։ Լավ, որպես մեխանիկական տրանսպորտային միջոց, միակը դա դրա մասին ենք մենք խոսել, առանց կողային կցորդի մոտոցիկլն է, այսինքն երկուականի, որ կարող է չունենալ կրակմարիչ։ Մյուսները բոլորը պետք է ունենան։ Այստեղ երկու դեպքում էլ շահագործում կողային կցորդով մոտոցիկլն էլ չէ, պետք է։ Կողային կցորդովը նույն այդ թվարկվածները 3 բան հիշում ենք՝ դեղատուփ, կրակմարիչ եւ վթարային կանգառ եռանկյունի նշանը։ Առանց կողային կցորդինը չի ունենում, կողային կցորդովը պետք է ունենա։ Այսպիսով մեր հաղորդումը արդեն մոտեցավ իր ավարտին։ Կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ ժամը 17:00-ին Կենտրոն TV-ի եթերում։